Ես ձեզ կարող եմ ասել, թե ինչ որոշում են իրենք կայացնելու։ Բացառիկ, դուք վստահաբար չեք պատկերացնում, թե ինչի մասին եմ ես խոսում։ Քննարկվում է մանդատ վերցնել չվերցնել ու կարծես հակված են ավելի շատ վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան։ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր փողոցում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար, դիմավորել նռնակներով եւ կրակելով այդ մարդկանց վրա։ Ինքը չի հաղթել այդ ընտրությունները, հետեւաբար ակնհայտ է, որ իրավական հնարավորությունները իրեն չեն ստեղծելու այն պատկերը, որը անհրաժեշտ է, դրա համար ինքը գնացել է ուզուրպացիայի, ուժի, հարկադրանքի, վախի եւ կեղծի։ Բարև ձեզ հարգելի ստատիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Աննա Մկրտչյանին, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալելու համար։ Տիկին Մկրտչյան։ Տիկին Մկրտչյան, Սահմանադրական դատարանը այսօր պետք է արդեն վերջնական որոշումը կայացնի, թե ընդդիմադիրների դիմումը ինչ ընթացք է տալիս, ընտրության արդյունքները, դրա մասով ինչ որոշում է կայացվելու, ինչ սպասել, ինչ ընթացք, ինչ զարգացումներ են հնարավոր եւ մի այսպիսի հարցի թե մենք տեսնենք անդադ օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մենք նոր ընտրությունների, այսպես ասած, անհրաժեշտություն չենք տեսնում։ Սրփույգ Գալյանով որպես երրորդ անձ մասնակցում է, ասում էր, որ որևէ հիմք չկա, որ Սահմանադրական դատարանը ընթացք տան դիմադիրների հասեն։ Այս ամենը կարծես արդեն որոշակի ուղղորդում է Սահմանադրական դատարանի որոշումի վրա անաչառություն կլինի ՍԴ-ի կողմից, թե ոչ։ Ուզում եք ես ձեզ բացառիկ տեղեկություններ հայտնեմ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդակցական սենյակում են Սահմանադրական դատարանի դատավորները, գոնե ձևական իմաստով, ես ձեզ կարող եմ ասել, թե ինչ որոշում են իրենք կայացնելու։ Բացառիկ, դուք վստահաբար չեք պատկերացնում, թե ինչի մասին եմ ես խոսում, իրենք կայացնելու են այն որոշումը, ինչի մասին Նիկոլը բազմաթիվ անգամներ արդեն հայտարարել է, եւ այս ենթադրությունը իրականում ունի հիմնավորվածություն եւ փաստակազմ, եթե մենք մի փոքր փորձենք ուղղակի հետ գնալու հիշել, թե Սահմանադրական դատարան ասած կառույցը այսօր ինստիտուտը իրենից ինչ է ներկայացնում, ապա մենք պարտադիր պիտի հիշենք, թե մի քանի տարի առաջ ինչպես էին ուղղակի դատարանները շրջափակվում միայն նրա համար, որպեսզի Սահմանադրական դատարանում լինեն մարդիկ, սուբյեկտներ, ում անհրաժեշտությունը այդտեղ տեսնում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք անպայմանորեն պիտի հիշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անցումային դրույթները մի քանի ժամում Նիկոլի հրահանգավորվածությամբ իրավական եւ օրենսդրական կարգավորումների խախտմամբ փոխվել են ազգային ժողովում, միայն որպեսզի փոխվի Սահմանադրական դատարանի կազմը եւ այնտեղ հայտնվեն մարդիկ, ովքեր ուշի ուշով լսում եւ հետեւում են Նիկոլի քաղաքական հրահանգներին, SMS-ներին եւ իր ցանկություններին են, որ ուզես չուզես պիտի տաս, հիմա ուզես չուզես պիտի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը կայացնես։ Ես վստահ եմ, որ բոլոր այն փաստակազմերը, որոնք ներկայացվել են, ավելի քան հիմնավոր են, որովհետեւ մի կողմ դնելով իհարկե իրավական ձևակերպումներ, ակնհայտ է, չէ, որ ողջ հայ ժողովրդի աչքի առաջ է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Վարչական ռեսուրսի չարաշահում, կիրառում, ամբողջ պետական ապարատը իր գործառութային իմաստով լիազորությունները մոռացած 1.5-2 ամիս զբաղված էր Նիկոլի համար ընտրություն կազմակերպել։ Իրենք էլ ասում են այսպես երևակայելի չափով ընտրակաշառք է բաժանվել։ Ընդդիմադիրների ձայների 70%-ը հենց ընտրակաշառքի արդյունքն է, ավելին ասում են, որ եթե ընդդիմադիրները այսպես ուղղորդված ընտրակաշառքով քաղաքացիներին չտանեին, մենք 65% կհավատանք։ Դե իրենք մի քանի տարի առաջ էլ ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, 8 տարի առաջ գալիս էին արագաչափերը հանելու, կարմիր գծերը հանելու, բոլորին ասում էին, որ Հայաստանը ազատությունների երկիր է, իսկ հիմա Հայաստանում խոսելը արգելված է եւ քրեորեն պատժելի է։ Հետեւաբար իրենց ասածը ուղիղ հակառակ ով կարծում եմ պետք է ընդունել, ինչ վերաբերում է իրենց կողմից կարված քրեական գործերին, իրենք գոնե մինչև մի քանի տարի առաջ դեռևս չէին ալարում քրեական գործերին կարում մարդկանց վրա։ Հիմա այդ քրեական գործերը չեն կարում։ Հիմա կա ուղղակի ցանկություն ինչ որ մեկին նստացնելու, կալանավորելու, դուրս թողնելու քաղաքական եւ քաղաքացիական process-ներից, այդպես էլ անում են։ Քարոզարշավի ընթացքում քանի քաղաքացի է մոտեցել Նիկոլին, չունենալով քաղաքական կուսակցության պատկանելիություն կամ հայացքներ, քանի քաղաքացու նկատմամբ է բռնություն կիրառվել եւ քանիսը կալանավորվեցին։ Մի հատ է ստատիստիկան պետք է հիշել, այս վիճակագրությունը պետք է ուղղակի միշտ մտքում պահել ու հիշել, պատկերացնել, հասկանալ, թե ինչպես անցավ հունիսի 7-ը եւ ինչպիսին էր դրանից առաջ մեր կանխատեսումները նաեւ դրա հետ կապված։ Կալանավորված են քաղաքական դեմքեր ու ամեն մեկին այսպես իհարկե դա դեռ ընթացքի մեջ է, որքանով է դա իրավական
որքանով ոչ, ես քաղաքական դեմքերի մասին չէի խոսում, ես քարոզարշավի ընթացքում Նիկոլին մոտեցած քաղաքացիների դժգոհությունից, իրենց արտահայտած քաղաքացիական դիրքորոշման արդյունքում առաջացած կալանավորումների մասին եմ խոսում, արդյունքում հացադուլների մասին, ես կարծում դուք կհիշեք նման քաղաքացիների, խոսում եմ քաղաքացիների մասին, ովքեր բռնության են ենթարկվել ուղիղ եթերում հենց Նիկոլի ձեռքով, երբ որ մոտենում էին իրեն քաղաքացիական դիրքորոշում էին հայտնում, ինչպես էր ստիպում, պարտադրում, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում գործադրում, որ պիտի լսեք եւ պիտի ենթարկվեք այն կարծիքին, որը ինքն է տարածում է քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն, ել չեմ ասում այն համընդհանուր տրամաբանության մեջ արկա սպառնալիքը, որ ինքը ողջ հայ ժողովրդին եւ ողջ հասարակությանն էր սփռում, ասելով, որ եթե ես չլինեմ, ապա պատերազմալն է, նշանակում է կոտորելու են ձեզ, նշանակում է միակ տարբերակը ինձ որպես դավաճանի հանդուրժելն է այստեղ։ Ես վստահ եմ նաեւ, որ Սահմանադրական դատարանը հիանալի եւ այդ դատավորները այնտեղ խորհրդակցական սենյակում լսել են նաեւ Նիկոլի գործատուին, եվրոպացի գործատուին, որը 3 էստեղ էր, 3 չառաջ օրը, որը նաեւ ինքը տվեց վերջնարդյունքը գոհունակություն հայտնելով Նիկոլի անցկացրած ընտրությունների արդյունքների մասով, այսինքն իրեն ձեռք է տալիս այն պատկերը, որ Նիկոլը շարունակելու է Հայաստանը պահել իշխանազավթված վիճակում։ Ու գիտեք, եթե մենք փորձում ենք առանձին դիտարկել հունիսի 7-ը միայն, մենք երբեք այստեղ ճշմարտության կամ ինչ որ եզրահանգումների արդարացի չենք կարողանալու գալ, որովհետև այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականի իշխանազավթման արդյունքում եւ տպավորություն ստեղծել, թե իշխանազավթը, որը ուզուրպացրել է Հայաստանում իշխանությունը, ինչ որ մի օր թողնելու ընտրական process-ով գնա, ես կարծում սա միամտություն է։ Դեպի Մկրտչյան ասում եք իշխանազավթում, բայց 18-ից հետո անգամ պատերազմից հետո, 21 թվականին միջդահ դրանից հետո լել ընտրություններ են եղել, ու հանրությունը քվե տվել է պետք է փաստի հետ հաշվի։ Ոչ, այդ փաստի հետ չի կարելի հաշտվել եւ այն ինչ որ դուք այն պնդումը, որը դուք անում եք, այն պնդումը, որը դուք անում եք, չի համապատասխանում իրականությանը, դա այն պնդումն է, ես շարունակեմ, դա այն պնդումն է, որը արտացոլված է Նիկոլի կողմից զավթված պետաիշխանական լծակներ ունեցող անձանց կողմից։ Ինքը շատ լավ գիտի, թե ինչ իրավական համակարգ է ստեղծել, ինքը շատ լավ գիտի, թե ինչ ծառայամիտ պետական ապարատ ունի, հետեւաբար դա վերաբերվում է կենտրոնական տրական հանձնաժողովից մինչև ուժային կառույցներից մինչև գործադիր իշխանության ինստիտուտներ։ Ձեր գրած ասած թվերը, իրանց գրած թվերը 48%, 52%, 60%, էական չի, դրանք բոլորը Նիկոլի պատվիրած թվերն են։ Ես ձեզ ասեմ ավելին, եթե քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ընտրած լինեին Նիկոլին, Նիկոլը կարիք չէր ունենա հունիսի 7-ին դեռևս ընտրությունները չավարտված, անգամ չսպասելով իր կողմից նշանակված, իր կուսակցական ենթակա Վահագն Հովակիմյանի գոնե հրապարակվող նախնական արդյունքների տվյալներին եւ ժամը 2-ին ուղղակի կասել, որ վերջ, ընտրությունն ավարտվեց։ Գիտեք ինչի։ Այդ հարցը կուղեք մասնակից ընդդիմադիր ուժերին, ես միտքս շարունակեմ, կավարտեմ, անցնեմ նաև ձեր այդ հնչեցրած հարցին։ Բացի այն, որ ժամը 2-ին հայտարարել է, որ ընտրությունն ավարտված ըստ էության, չսպասելով անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներին, ինքը դա էլ է մի բանի համար, շատ լավ իմանալով, այո, հենց այն ծառայամիտ համակարգը, որ ինքը ստեղծել է։ Ակնհայտ է, չէ՞, որ բոլորը, ովքեր օգնել են իրեն ընտրությունները կեղծել, շատ լավ գիտեին, որ հենց ժամը 2-ի դրությամբ ինքը չունի մեծամասնություն, հələ չենք խոսում սահմանադրական մեծամասնության մասին, ինքը չի հաղթել այդ ընտրությունները, հետեւաբար ակնհայտ է, որ իրավական հնարավորությունները իրեն չեն ստեղծելու այն պատկերը, որը անհրաժեշտ է, դրա համար ինքը գնացել է ուզուրպացիայի, ուժի, հարկադրանքի, վախի եւ կեղծիքի։ Նախորդ հարցի հետ կապված նայեք ինչ է նաև ասում է, որ լավ, եթե դժգոհ է, եթե հանրությունը հաշտ չէ արդյունքներ, եթե հանրությունն էլ է, հա, կիսում ընդդիմադիր այդ մասնակից ուժերի տեսակետը, որ ընտրությունները կեղծված են կամ վարչական ռեսուրսը կիրառվել, ասում է թող դուրս գան փողոց եւ իրենց դժգոհությունը արտահայտեն։ Նախ ես ընդդիմադիր մասնակից ուժ չեմ եւ կարծում եմ հարցադրումը գոնե այս տեսանկյունից պիտի ինձ մի փոքր այլ կերպ հնչի, ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, 8 տարի Հայաստանի քաղաքացիները հաշտ չեն Նիկոլի հետ եւ 8 տարի Հայաստանի քաղաքացիներին Նիկոլը դիմավորում է նռնակներով։ Ես եւ ինձ նման բազմաթիվ քաղաքացիներ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընդամենը 1-2 տարի առաջ ելի մնացել են Նիկոլի նետած նռնակների տակ Բաղրամյան պողոտայում, Դեմիրճան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, ես կարող եմ այսպես շարունակ թվարկել։ Մեկ անգամ չի եղել, որ Հայաստանի քաղաքացին Նիկոլի դեմ դուրս գա խաղաղ ցույցի, ընդ որում
չունենալով որևէ փաստական տվյալ իշխանության ցանկացած օղակի կողմից, որ այդտեղ ցույցը խաղաղ չէ եւ այն քրեական գործը, որ մա գնալով փլվում են, ահաբեկչությունը արդեն գոյություն չունի, այդ Նիկոլի հռչակած ահաբեկիչները, մարդիկ Հայաստանի քաղաքացիները պազարթեն ամիսներ շարունակ հանգիստ այլ խափանման միջոցներով կալանքից դուրս են եկել եւ ապրում են ըստ էության, որևէ հիմք եւ սպառնալիք չկար այդ անձանց կողմից պետությանը ուղղված, սա եւս մեկ ապացույց է իմ խոսքերի։ Իսկ Նիկոլը այս խաղաղ ցուցարարներին, Հայաստանի քաղաքացիներին, ովքեր փողոցում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար, դիմավորել նռնակներով եւ կրակելով այդ մարդկանց վրա։ Այս սա է պատասխանը։ Եւ այն ծաղրը, որ դե դուրս եկեք հեղափոխություն արեք, մարդիկ դուրս էին եկել եւ ոչ թե հակաիրավական քայլերի իր ասած հեղափոխության կամ իշխանափոխության կամ պետաիշխանական ինչ որ անձանց նկատմամբ վնաս կիրառելու կամ վնաս պատճառելու։ Խնդիրը շատ պարզ էր, ուղղակի քաղաքացիական դիրքորոշման էին դուրս եկել։ Իսկ դու նռնակներ ես նետել այդ քաղաքացիների վրա։ Տիկին Մկրտչյան, մի այսպեսի հարցել էի ուզում ուղղել։ Նայեք, հանրապետականը չմասնակցեք այս ընտրություններին, թեև ասում էր, որ ոչ անմիջական ենք մասնակցում, բայց աջակցության ընթացքում հայտնում են, բայց շատ է այսպես խոսք գնում, որ մասնավորապես հենց երրորդ նախագահը ինչ որ ուժերի ցուցակների կազմման գործընթացում մասնակցություն ազդեցություն ունեցել է։ Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում, ավելին նախագահ Սարգսյանը հնարավորություն ունեցել է իր այդ դատական նիստերի ընթացքում, որը ուղղակի նախագահային քաշ քշելու, նախագահի առօրյան եւ ընդհանուր առմամբ իր քաղաքական գործունեությանը, պետական գործունեությանը խոչընդոտելու մասին են այդ կարված քրեական գործերը շինծ ու կեղծ, դատական նիստերի դալճից դուրս գալուց պատասխանել է այդ հարցին, ասելով, որ մենք հանրապետական կուսակցության ցուցակ ենք։ Նույն ուժեղ Հայաստան Արման Թաթոյանի կուսակցության ցուցակում ասում են, որ անմիջական մասնակցություն է։ Ես չգիտեմ ով է ասում, բայց եթե զրուցակիցը իմ դուք եք, ես ազատեմ ցանկացած անուն ազգանուն առանց կաշկանդվածության դուք տակ եւ ես քննարկեմ ու հիմնավորեմ, որ իրենք հանրապետական կուսակցության հետ կապ չունեն եւ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցողները հիմա Սերժ Սարգսյանի կողքին են եւ հանրապետական կուսակցությունում։ Անմիջական մասնակցության թեզը նաեւ խնդրում եմ չշահարկել, որտեղ ինքը շատ պարզ իմաստով է ասվել, որ մենք չենք մասնակցում եւ դա չի նշանակում, որ մենք պայքարից ենք դուրս գալիս։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որը չի մասնակցել ընտրություններին եւ ինչա նշանակում չմասնակցել ընտրություններին։ Այսինքն մենք մեր առաջ դեռևս ամիսներ առաջ փակել ենք հնարավորությունը կարգավիճակի պաշտոնների, ավելի պարզ ասեմ, եւ ընդդիմադիր պաշտոնների եւ իշխանական պաշտոնների, բայց այդ ամեն ինչի արդյունքում մենք ամենաակտիվն ենք, որ մասնակցել ենք քարոզարշավին, չմասնակցելով ընտրություններին։ Մենք առանձին արշավ ենք արել գնա որ գնան, ըստ էության քարոզելով, որպեսզի քվեարկեն բոլոր ազգային ընդդիմադիր ուժերի օգտին, չունենալով որևէ հնարավորություն հայտնվելու այստեղ կամ այնտեղ։ Հիմա ազատ եմ, պատրաստական եմ քննարկել ցանկացած անուն ազգանուն, որը դուք կհամարեք։ Նայեք, օրինակ ամենաշատ քննարկվողը նույն դուք էլ, հա, այդպես գաղտնիք չեմ բացահայտի, նույն Արման Թաթոյանն է, ով Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոններ է զբաղեցրել, ու էլի կան նրա հետ փոխկապակցված անձինք, որոնք ասում են հենց ցուցակումներում տեղ են գտել ու գուցե հանրապետական կուսակցություն չի եղել, բայց վստահված անձ որպես մասնակցել են այլ ուժերի։ Հիմա քննարկում ենք Արման Թաթոյանին, հետո կասեք այլ ուժեր ասածը, որտեղ ես վերացարկված քննարկումներ չեմ ցանկանում ունենալ։ Ես հերթով կանրադառնամ, որովհետև գիտեք ինչ, նաև այս վերացարկվածությունն է բերում նրան, որ Նիկոլը կարողանում է կեղծիքի ու մանիպուլյացիայի արանքում դեռևս մնալ։ Հիմա մեկ անուն հնչեց։ Հիմա Արման Թաթոյանի նախագահ Սերժ Սարգսյանը 30 տարուց ավելի իր կյանքը նվիրել է պետական կառավարմանը, Հայաստանին եւ Արցախին, երկու հայկական պետականություններին։ Ինչքան մարդիկ են այդ ընթացքում եկել, գնացել, անցել, աշխատել, մնացել, իրենց դրսևորել կամ չդրսևորել։ Այդ մարդկանց կյանքը Հայաստանում իհարկե չի ավարտվել եւ իրենք շարունակում են իրենց աշխատանքային գործունեությունը։ Ինչ վերաբերվում է Արման Թաթոյանին հանրապետական կուսակցության հետ կապին կամ Սերժ Սարգսյանին, այդ կապը ուղղակի բացակայում է։ Դրա մասին խոսել ենք եւ մենք որպես հանրապետականներ եւ ինքը Արման Թաթոյանը։ Այդ կապը մտածածին է այնքան, որքան մնացած բոլոր կապերը։ Ուժեղ Հայաստան կուսակցության մասով ես չեմ խուսափում նաեւ այդտեղ խոսել, չկա գեթ մեկ անձ, ով կապ ունի հանրապետական կուսակցության հետ։ Կան մարդիկ, ովքեր եկել անցել են հանրապետական կուսակցություն։ Տիկին կապ ունենալը չի նշանակում ասիներ կուսակցության անդամ է։ Ասեք ինչպես են կապ ունեն։ Փոխկապակցված անձինք օրինակ որպես վստահված անձինք են մասնակցում։ Մի անուն տվեք, որը փոխկապակցված է։ Նույն օրինակ ասեմ, Էդգար Ղազարյանը, ով մշտապես աջակից է եղել, հա, այսպես հանրապետականի աջակից, լուրջ եք ասում, Էդգար Ղազարյանից ավելի շատ ինձ եւ հանրապետականի նույն իմպիչմենտի գործընթացը առաջ տանող։ Դուք լսել եք Էդգար Ղազարյանի քննադատությունը ուղղված ինձ եւ իմ խմբակցության իմպիչմենտի գործընթացի ընթացքում։ Դուք ինձ ասեք մեկ աջակցության խոսք Էդգար Ղազարյանից հանրապետական կուսակցության նկատմամբ։ Միշտ թեզերի առումով, միշտ առաջ է տարել։ Նույն իմպիչմենտի հետ կապված։ Ինքը ասում է, որ հանրապետական կուսակցության գործունեությունն ազգային ժողովում եղել է անարդյունավետ։
Դուք աջակցություն էսպես եք պատկերացնում։ Էդգար Ղազարyan ինչ որ ժամանակ եղել է հանրապետական կուսակցության անդամ, իր քաղաքական փոփոխության մասին կհարցնեք իրան, թե ինչի է գնացել հանրապետական կուսակցությունից։ Հետևաբար ես կարող եմ 1000 հատ ավել դեպք ասել Էդգար Ղազարյանի, ընդ որում իմ կարծիքով անարդարացի եւ իր սուբյեկտիվ ընկալումների շրջանակներում մեծ քննադատության եւ մեր աշխատանքի քննադատության, բայց դուք գետ մեկ աջակցության խոսք Էդգար Ղազարյանի կողմից ուղղված մեզ կամ փոխկապակցվածություն վարքագծի եւ քաղաքական գործունեության վերել չեք կարող, որտեղ չկա ուղղակի օբյեկտիվ իրականություն։ Կարող եմ իմպիչմենտի գործընթացը Տիկին Մկրտչյան, որը հանրապետական կուսակցության, այսպես ասած, հա, նախաձեռնությունն է։ Դա հանրապետական կուսակցության նախաձեռն ոչ։ Դուք ժամանակագրություն եք խառնում, նախագահը բազմիցս է խոսել, հա, այդ աջակցության մասին, դուք ասիք մեր գաղափարն է եղել, ես շատ ավելի պարզ կարող եմ ասել, որտեղ այդ ամեն ինչը ժամանակագրությամբ փաստագրված է, դա եղել է նախաձեռնություն, շարժման նախաձեռնություն, մենք այդ շարժման նախաձեռնությունը վերցրել ենք, ընդ որում առանց թաքցնելու հրապարակային նիստերով եւ հայտարարություններով վերցրել ենք այդ նախաձեռնությունը որպես ազգային ժողովի պատգամներ եւ ստորագրել ենք։ Հիմա էլ 10 անգամ պատրաստ եմ ստորագրել Էդգար Ղազարյանի իմպիչմենտի թուղթը չի լինի, ում իմպիչմենտի թուղթը ասես կլինի։ Պատրաստ եմ ցանկացած գործողության, որը իրանից իրականում ներկայացնում է Նիկոլի հեռացման գործընթաց։ Կրկնեմ, Էդգար Ղազարյանի քաղաքական փոփոխության տրամադրվածության մասին կարծում ճիշտ կլինի հարցնել իրեն։ Տիկին Մկրտչյան, հիմա փաստորեն այնպիսի փուլ է, որ ընդդիմադիրների այսպես խոսքերից ամեն դեպքում, թե ոչ պաշտոնական ասում են սպասում ենք սդի որոշմանը, բայց քննարկվում է մանդատ վերցնել, չվերցնել ու կարծես հակված են ավելի շատ վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան։ Ես ձեր թույլտվությամբ պիտի այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքը չհայտնեմ շատ պարզ, որովհետև ես չմասնակցած ուժի ներկայացուցիչ եմ եւ այստեղ արդարացի չէ։ Բայց գործող պատգամավոր եք։ Այո, բայց արդարացի չէ այն մարդիկ, ովքեր անցել են շատ ծանր ճանապարհ, բռնաճնշումների միջով են անցել, քաղաքական կուսակցություններ, ովքեր իրականում հավատացել ու նպատակ են ունեցել Նիկոլին հաղթելու եւ ակնհայտորեն ինչ-ինչ հանգամանքների պատճառով, ընդ որում անարդար հանգամանքների պատճառով, բռնաճնշումների պատճառով դա չի ստացվել, իրենց հիմա փորձել այսպես մի փոքր հեռավորության վրայից խորհուրդներ տալ։ Ես այդ դաշտ չեմ մտնելու խորհուրդների։ Ես մի բան հստակ գիտեմ, որ մեր որպես հանրապետական կուսակցության անդամների դուք նշեցիք որպես հիմա գործող падգամավորի, իսկ առաջիկայում կլինի արդեն նախկին падգամավորի կարգավիճակում նպատակային իմաստով որևէ փոփոխություն տեղի չի ունենալու։ Ինչ որ մարդիկ կվերցնեն մանդատներ, ինչ որ մարդիկ չեն վերցնի մանդատներ, կլինի ընդհանուր համախմբվածության մթնոլորտ, թե այդտեղ կլինենք մենք միայնակ մեր պայքարում, ինչպես եղել ենք 18 թվականից սկսած։ Մեր նպատակը մեկն է։ Հայաստանում պիտի վերականգնվի պետական կարգը։ Հայաստանում պետական կարգը չի կորսվել 2025-ի հունիսի 7-ին։ Ես այդ մարդկանց համակիրն եմ, այդ մարդկանց համակարծիք եմ, այդ մարդկանց հետ ովքեր կարծում են, որ 2018-ից է մեր պետությունում իշխանազավթման գործընթացը։ Այն մարդիկ, ովքեր 25-ին են դրա մասին հիշել, 23-ին թե 20-ին ես իրենց հետ էլ կարող եմ պայքարել, բայց մենք վերջնարդյունքի հասնելու համար շատ լավ պիտի հասկանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե մանդատ ունենալ չունենալն է, ինչ որ Դոնթի բանաձևով բաշխման կարգին մասնակցելն է, ազգային ժողովում պաշտոնների դրա ձևավորմանը, թե չմասնակցելն է, այլ խնդիրը միայն մեկն է՝ պետական կարգը վերականգնել։ Հայաստանում պետական կարգ գոյություն չունի։ Մենք սահմանադրական դատանից էինք փորձում խոսել, դուք ինձ անդադար դրա մասին հարց եք ուղղում։ Ես ինձ վատ եմ զգում, որովհետև ինստիտուցիոնալ իմաստով սահմանադրական դատանի մասին խոսել հնարավոր չի։ Այդ մարդիկ մինչև խորհրդակցական սենյակ մտնել իրանց սեղանին դրված որոշում ունեն։ Դուք էլ դրա մասին գիտեք, ես էլ դրա մասին գիտեմ։ Տիկին Մկրտչյան, խոսեցիք համախմբման մասին, օրինակ հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը ընտրությունից հետո իհարկե համախմբման կոչ էր անում, որը վերաբերում էր բոլոր, հա, թե խորհրդանական, թե արտախորհրդանական ուժերի։ Քննարկվել է կուսակցությունում օրինակ այդ հարցը, ինչ կարծիք կա, ինչ օրակարգի շուրջ է։ Մենք կոնկրետ առաջարկ չենք ստացել, ես տեղյակ եմ հարցազրույցներից, այսինքն հրապարակային ելույթներից, կարծում եմ կոնկրետ առաջարկների դեպքում դրանք պիտի սկզբնական իմաստով քննարկվեն, շատ լուրջ քննարկվեն ու շատ մանրակրկիտ քննարկվեն, որից հետո մենք նաև որպես քաղաքական անհատներ ու հետո քաղաքական կուսակցություն հնարավորություն կունենանք արդեն ձեզ հետ հրապարակային խոսելու, օգտվելու ձեր տված հնարավորություններից, որպեսզի հասկանանք, թե նախ ինչ է ենթադրում իրենից միասնությունը եւ արդյոք այդ միասնությունը այն մենք այս 7 տարիների ընթացքում շատ ենք տեսել, չէ՞, ամեն մեկը մի հատ Facebook-ում ստատուս է գրում միասնության մասին, հետո գրում սկսում է այդ ընդդիմությանը ավելի շատ հարվածել։ Ես կարծում եմ այս առաջարկը հրապարակային իմ կողմից նաև լսված պիտի քննարկման առարկա լինի։ Գուցե մյուս ուժերը օրինակ նույն հանրապետական առաջարկի այդ օրակարգը գուցե։ Ես նորից կրկնվեմ, որ մենք հիմա այն շրջափուլում ենք, որտեղ կա
կայացած իրողություն, դա կեղծված ընտրություններն են, այդ կեղծված ընտրություններին եղել են մասնակիցներ, ընդ որում եղել է կեղծողը, որը այսօր Հայաստանում իշխանությունը ուզուրպացված ապահում եւ եղել են մարդիկ, ովքեր փաստացի դարձել են այդ իրավիճակի զոհը։ Ես կարծում եմ իրենց առաջին հերթին ուշքի գալը եւ շատ կոնկրետ եւ առանց էմոցիաների որոշումների կայացումն է նաեւ այս իրավիճակի հանգուցալուծմանը բերելու։ Մենք այդտեղ կանգնած ենք, այդ հանգուցալուծումը գտնելու, այդ հանգուցալուծումը բերելու ճանապարհին կանգնած ենք իրենց կողքին։ Մեր կարգավիճակի եւ մեր պատրաստակամության մեջ փոփոխություն տեղի չի ունենալու, բայց որոշումը վերցնել մեզ վրա ճիշտ չէ, որովհետև մենք նորից եմ կրկնում, հունիսի 7-ին չենք մասնակցել եւ ոչ թե չենք մասնակցել, որտեղ հունիսի 6-ին գնացել են կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ենք գրել, որ մեր անունը հանեն ընտրաթերթիկներից եւ ընտրական process-ից, այլ մենք ապրիլին մեր հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում հնչեցված թեզերից, ընդունած բանաձևից, նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթի ընթացքում մանրամասն այս ամեն ինչի մասին խոսել ենք։ Ամենևին ուրախ չենք այդ կանխատեսումների իրականացման համար, ամենևին, որովհետև ամենավատ սցենարն է տեղի ունեցել, այն ինչ որ յուրաքանչյուրիս կյանքի վրա ազդեցություն է ունենալու, բայց դրանից ելքեր փնտրելու հնարավորություն է պետք ստեղծել յուրաքանչյուրիս համար։ Այդ ելքերից մեկ օրինակ փողոց դուրս գալը դիտարկում է, թե ոչ օրինակ այս պահին այն ուժեր, ովքեր մասնակցել ընտրությունների, ինչ են ասում պետք չի նոր բախման տանել, արյունահեղության տանել։ Ես չգիտեմ ով է նման բան ասել, բայց ընդդիմությունը երբեք բախման եւ արյունահեղության չի տարել։ Ես կարծում եմ այդ մարդի միտքը լավ չի արտահայտել կամ ամենևին չի պատկերացնում, թե ինչի մասն են եղել նախորդ ընդդիմադիր շարժումները։ Հայաստանում 7 տարի կա Նիկոլի դեմ ընդդիմադիր շարժում, այդ շարժումները տարբեր ձևափոխվել են, մոդիֆիկացվել են, բայց Հայաստանի մի բան անփոփոխ է մնացել։ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ 1-1.5 տարի պարբերականությամբ դուք կփաստեք դուրս են եկել փողոց Նիկոլի հրաժարականը պահանջելու, Նիկոլին վռնդելու պահանջով։ Որևէ մեկի դեպքում ոչ բախման են գնացել, ոչ իրականացրել են անգամ այն գործողությունների կես տոկոսը, որը Նիկոլ 2018-ին համարում էր օրինական։ Որևէ բան տեղի չի ունեցել բացի խաղաղ ցույցից։ Արյունահեղության բերել է, այո, չեն հասել։ Ես ամբողջությամբ համաձայն եմ։ Այն ինչ որ բերել է Նիկոլը, դա կալանավորումներ, անձանց առողջության վրա ազդեցություն, պատճառած վնաս առողջությանը, կյանքեր է խլվել ընդդիմադիր շարժումների ընթացքում Նիկոլի գործողությունների պատճառով։ Այս ամեն ինչը տեղի ունեցել Նիկոլի անելով եւ Նիկոլի կոնկրետ հրահանգներով իրեն ծառայամիտ իրավապահ համակարգին։ Ու գիտեք ինչ, նույնիսկ այն փաստը, որ այսօր Նիկոլը մի քանի ժամ առաջ պատռեց մի քանի տասնյակ հազար, եթե ոչ 100,000 քաղաքացիների Հայաստանի քաղաքացիների անձնագիր են օրենքով, որ իրենք ազգային ժողովում անցկացրեցին, հակաիրավական օրենքով, դրան օրենք էլ պետք չի ասել, ուղղակի իրենց ցանկությունը հանձնեցին թղթին իրենց դաշնակահարը հեսա ուղղակի կպեչատի դա, ուղղակի մի քանի տասնյակ հազար մարդկանց անձնագիրը ճղեց, այն մարդկանց անձնագիրը ճղեց ընդ որում, որոնց 2018 թվականին կանչում էր փողոց, ասում էր ձեր երկրներից արձակուրդ վերցրեք, եկեք Հայաստանի Հանրապետությունում փողոց փակեք։ Ես կարծում եմ այս պայմաններում խոսել նրա մասին, որ ընդդիմադիրներն են ինչ որ բան հրահրել կամ ընդդիմադիրներն այսքան ժամանակ արյունահեղության տանողները եղել, վատ ձևակերպված միտք է, անհաջող եւ իրականությանը չհամապատասխանում։ Տիկին Մկրտչյան, եւ վերջում, քանի որ արդեն հաջորդ խորհրդանում չեք լինում, մնալու է քաղաքական դաշտում, ոնց եք հետագան պատկերացնում գործունեությունը։ Գործունեությունը իմ չի սկսվել ազգային ժողովի падգամավորի կարգավիճակով եւ չի ավարտվելու ազգային ժողովի падգամավորի կարգավիճակով։ Այս գործունեությունը սկսվել է Նիկոլի դեմ պայքարով եւ ունի մեկ տրամաբանական եւ հնարավոր վերջնարդյունք՝ Նիկոլի հեռացմամբ ավարտ։ Մնալու է քաղաքակտիվ Մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացումը այս նպատակը հնարավոր չի համարել կայացած եւ ավարտված, հետեւաբար իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Մկրտչյան զրույցի համար։ Հարգելի ըստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում այսօր զրուցում ենք ազգային ժողովի падգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։